Ողջույն ժողովուրդ ջան, ներողություն, ողջույն հարգանքներս բոլորիդ, ժողովուրդ ջան, շնորհակալություն եմ հայտնում ձեզ եթերը կիսելու, տարածելու համար։ Այս պահին Հովանավանքում ենք գտնվում, հավատացնում եմ, հենց որ տեսել եմ առաջին նյութերը, այդ պահին ընկերներիցս ով կողքս էր, միասին եկել ենք, դուք գիտեք, որ այսօր խուլիգանական դրսևորմամբ են փորձել հանդես գալ Կտրիչ Ներսիսյանի ներկայացուցիչները, Հայոց կաթողիկոսի գահը զավթած, գողացած Կտրիչ Ներսիսյանի ներկայացուցիչները փորձել են որոշակի սադրանքներ իրականացնել այստեղ։ Այս պահին էլ լրագրողներից կան մի քանի հոգի, հասցրեցին ինձ էլ նկարել ձեռքի հետ, ոստիկաններ դեռևս կան, քաղաքացիները մեծ մասը ցրվեցին, Տեր Արամին հասցրեցինք տեսանք, մեր զորակցությունը հայտնեցինք, նրան ճանապարհեցինք տուն, մենք էլ երևի հիմա դուրս կգանք, բայց ունեմ խնդրանք, ժողովուրդ ջան, քանի որ եկեք միայն գյուղի բնակիչների հույսին չթողնենք, իհարկե շնորհակալ եմ գյուղի բնակիչներին իրենց հավուր պատշաճի դրսևորելու համար, որպես Հայաստանի քաղաքացի բնակիչների շնորհակալությունս եմ հայտնում, բայց նաև կոչ եմ անում, ժողովուրդ ջան, ովքեր կարող են այս օրերին, ովքեր կարող են, ինչքան ժամանակ կարող են հատկացնել, մի ժամ, երկու ժամ, առավոտվանից ցերեկ, ցերեկվանից երեկո, կխնդրեմ լինեք Հովանավանքում եւ փորձենք բոլորով միասին մեր ներկայությունը միշտ ապահովել այստեղ, որպեսզի ինչ որ մի պահի այն խուլիգանը Կտրիչ Ներսիսյան անունազգանունով, ով բազմիցս աչքի ընկել իր պիղծ գործունեությամբ, իր պղծությամբ, բնականաբար նրանից ամեն ինչ է սպասելի ու հավատալի, թույլ չտանք, որպեսզի կարողանա ինչ որ բան թելադրել այսուհետ։ Իսկ մյուս սրբազաններին, քահանաներին, ովքեր ծառայության մեջ են, ասեմ ձեզ հետևյալը. դուք կարող եք անել մեկ քայլ մաքրվելու եւ մաքրելու եկեղեցին աղբից ու կեղտից, եւ այդ մեկ քայլը կլինի այն, որ դուք Կիրակի օրը նույնպես կգաք պատարակի, կգաք սիրով, կգաք ժողովրդի հետ շփվելու լինելու, կգաք մասնակցելու պատարակի։ Այն սրբազաններն ու քահանաները, ովքեր վախենում են ու սպասում են, որ Կտրիչ Ներսիսյանը կգնա, թե կմնա, իրենց տեղերը կմնան, թե կկորեն, թե իրանք դուրս կմնան, թե ներս կմնան, հիմա է ձեր քայլ անելու ժամանակը եւ դուք կարող եք ձեր փոքր եղբոր, ձեր ենթակայի, չգիտեմ, ներսի կառավարությունը ինչպես է, մատուցվելիք պատարակին ներկա գտնվել եւ դրանով նաեւ մերժել Կտրիչ Ներսիսյանի ու իր խուլիգանական կաստայի որոշումները, որոնք ոչ մի կերպ չեն կարող գոյություն ունենալ, մեր եկեղեցին կմաքրվի նման պղծերից, անպայման կմաքրվի ու կազատագրվի ու ժողովուրդը կվերադառնա իր հավատքին, այն ինչը որ վաղուց կորցրել է եւ կվերագտնի իր բարոյական կերպարն ու դեմքը։ Իմ ասելիքը դա է, ես այսօր Free News-ով ճիշտն ասած դեռ չէր եղել այս դեպքերը, բայց չգիտեմ ինչ որ բան հուշում էր, որ այս թեմաներին անդրադառնամ ու անդրադարձել եմ բավականին մանրակրկիտ, կխնդրեմ ավելի մանրամասն ըմբռնելու համար ասելիքս դիտել այսօրվա հաղորդումը, չնայած որ այն նկարել եմ ցերեկը։ Այս պահին շատ ասելիք չունեմ, կրկին անգամ միայն շնորհակալությունս պիտի հայտնեմ բնակիչներին եւ Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներին, ովքեր խնամքով են վերաբերվում եկեղեցուն։ Եվ մի բան էլ, եթե կորոշեք գալ ու ներկա լինել այստեղ, ձեր ներկայությամբ ապահովել Տեր Արամի գործունեությունը դրանով սատարելով եւ զորակցելով նրան, ապա պիտի խնդրեմ, որպեսզի ոչ մի դեպքում չտրվեք որևիցե սադրանքի, ամեն ինչ անել միայն սիրով, հանդուրժողականությամբ, համբերությամբ ու գեղեցիկ ժպիտով, այնպիսի ժպիտով, ինչը որ մեծ հաշվով մեզ բոլորիս սազում է։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, դե մենք էլ կարող ենք արդեն քայլել, առաջանալ եւ եւս մեկ անգամ ասում եմ, Կտրիչ Ներսիսյանին օրեր կամ ժամեր կամ շատ առհասարակ կարճ ժամանակ է մնացել ու լուսավորչի գահը, աթոռը, սուրբ
կազատագրվի նրանից։ Նրա որևիցե որոշում չի կարող լինել, օրինական, որովհետև նա մեր կաթողիկոսը չի ու առհասարակ հայ ժողովուրդը 99 թվականի հոկտեմբերի 27-ից մինչ օրս կաթողիկոս չունի։ Մեր կաթողիկոսի գահը ամբողջովին ազատ է, արդեն մոտավորապես 24 տարի։ Այնպես որ այս հարցերը լուծելու ժամանակն է ու այդ ամեն ինչը կրկնում եմ պիտի անենք սիրով ու հանդուրժողականությամբ։ Չենք կարող մենք կռվելով, վիճելով դա անել։ Իհարկե կփորձեն բարկացնել, ես ինքս երբեմն բարկանում եմ, բայց այնուամենայնիվ ամեն բան հանուն եկեղեցու է ու Աստված օրհնի այն ամեն ինչը, ինչ որ ձեռնարկվել է։ Մեր առաջին քրիստոնյա ժողովուրդը, առաջին քրիստոնյա երկիրը կվերականգնի դարձյալ իր թե հավատքը, թե եկեղեցին եւ կամրացնի նրա դիրքերը։ Տեր Արամին կրկնում եմ, ովքեր նոր միացան, ճանապարհեցինք տուն, մենք երևի վերադառնանք, վաղը առավոտվանից սկսած դարձյալ կլինենք եկեղեցում, վաղներ, մյուս օրներ ու թող հորդորոսա չփորձի որևիցե մեկը առաջնորդվելով Ոմն Կտրիչ Ներսիսյանի ցուցումով գա ու փորձի այստեղ զավթիչ գործունեություն իրականացնի։ Չի կարող դա տեղի ունենալ։ Չի կարող։ Եկեղեցին հաշվետու է ժողովրդի առաջ ու այդ հաշվետվությունը առ այսօր որևիցե մեկը չի ներկայացրել։ Ես դա բնական է որ չեն ներկայացրել։ Լավ եղեք ժողովուրդ ջան, բոլորիդ լավ երեկո եմ մաղթում եւ բարի ժամանց, չգիտեմ, երեկոյան եւս մեկ եթեր կունենամ թե չէ, որովհետեւ ես մեկ այլ թեմա էի նախապատրաստել, այնուամենայնիվ այս ամեն ինչը նրա համար չի, որ չգիտեմ, ցուցադրական բաներ, այս ամեն ինչը գաղափարական է, նպատակային է, որը պարունակում է մեծ սեր, հարգանք ու հավատ առ Աստված, եկեղեցի եւ ժողովուրդ։ Լավ եղեք, միասնական մեր եկեղեցին ազատագրվելու է։ Ստեսում։